Բարև ձեզ, Փաստ-Ինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Անկարայում նախատեսվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողով կազմակերպել, որին մասնակցության հրավեր Թրամփն արդեն ուղարկել է Ուկրաինայի եւ Սիրիայի նախագահներին։ Առաջանում է հարց. ինչու այս երկու երկրների ղեկավարներին եւ ինչ կապ ունեն նրանք ՆԱՏՕ-ի հետ։ ՆԱՏՕ-ի անդամ չեն ոչ Ուկրաինան, ոչ Սիրիան, բայց եթե այս երկու երկրների ղեկավարները Անկարայում մասնակցում են ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, նշանակում է նրանց հետ կապված Թրամփը իր պլաններն ունի։ Երկու պետություններն էլ գործիք են դառնալու Թրամփի ձեռքին համաշխարհային քաղաքականության վրա ազդելու նպատակով։ Ուկրաինան արդեն պատերազմում է 2022 թվականից Ռուսաստանի դեմ եւ այդ առումով հարմար է Ուկրաինային անընդհատ նոր խոստումներ տալ ՆԱՏՕ եւ Եվրոպական միություն ընդգրկելու համար։ Իսկ Սիրիայի հետ կապված խաղը կարծես նոր է սկսվում։ Աշ-Շարան պետք է փոխհատուցի այն ամենի համար, ինչ արվեց, որպեսզի Աշ-Շարան դառնա Սիրիայի ղեկավար։ Ասադի տապալումը հենց այնպես չէր, եւ Աշ-Շարան սա շատ լավ հասկանում է։ Կարծում ենք, որ հիմնական թիրախը լինելու է Լիբանանը եւ Իրանի նոր պատերազմի մեջ ներքաշելը։ Հեզբոլլահի պատերազմի մեջ մտնելու պարագայում Իրանի նոր ռազմական դոկտրինի համաձայն Իրանը պարտավոր է միանալ այդ պատերազմին եւ օգնել իր դաշնակիցներին։ Դրան զուգահեռ պատերազմի մեջ են մտնելու նաեւ Իրաքի շիա աշխարհազորայինները եւ նաեւ Եմենի հութիները։ Հետևաբար Աշ-Շարան բավականին մեծ գործ ունի կատարելու։ Թուրքիան դառնալու է նոր հապ այս ամենը ապահովելու համար։ Աշխարհագրական առումով Թուրքիան շատ հարմար է։ Սև ծովով անմիջական օգնություն է տրամադրվում Ուկրաինային, իսկ ցամաքային ճանապարհով անմիջական օգնություն է տրամադրելու Սիրիայի իշխանություններին։ Եթե հարկ լինի, նաև կամավորներ են ուղարկվելու Սիրիա Լիբանանի դեմ պատերազմելու համար։ Համաշխարհային նոր պատերազմի շեմին ենք մենք կանգնած եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Անկարայում ոչ թե խաղաղություն է բերելու տարածաշրջանում, այլ վստահենք նոր պատերազմի պատճառ է դառնալու։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ ինչպես է զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին ՆԱՏՕ-ի հետ է կապված, բայց այս անգամ այլ կոնտեքստով։ ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները ամրապնդելու որոշում է կայացվել։ Մերձբալթյան երկրների Ֆինլանդիայի հատվածում որոշում է կայացվում նոր ամրություններ կառուցել։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի ներսում մրցավազք է սկսել, թե արևելյան սահմանների մոտ հատկապես որ երկրների տարածքում պետք է տեղակայվի միջուկային զենք։ Եվ այս պարագայում բավականին ակտիվ մրցակցություն է սկսվել Լիտվայի եւ Ֆինլանդիայի միջև։ Երկու երկրներն էլ ցանկանում են, որպեսզի իրենց տարածքում տեղակայվի միջուկային զենքը, հույս ունենալով, որ սրանով կապահովագրվի իրենց անվտանգությունը։ Բայց Լիտվայի պարագայում կա խնդիր։ Լիտվայի սահմանադրությամբ նախատեսված չէ, որպեսզի միջուկային զենք տեղակայվի երկրում, արգելված է, հետևաբար սահմանադրությունը փոխելու կարիք է լինելու։ Ժամանակային առումով Լիտվայի իշխանությունները կարող են չհասցնել ուղղակի, եւ Ֆինլանդիան օգտվի այս ամենից եւ իր ձեռքը վերցնի նախաձեռնությունը։ Սրան զուգահեռ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը բավականին ուշագրավ հայտարարություն է տարածել։ Նա կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին չխոսել ապագայի պլանների մասին, չխոսել ըստ էության Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի մասին, այլ կենտրոնանալ սեփական երկրների անվտանգության ապահովման համար։ Քանզի, ինչպես նշում է Ստոլտենբերգը, ոչինչ հավերժ չէ եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն ինքը կարող է հավերժ լինել։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է այստեղ դասավորվում, քանզի առաջիկայում նաեւ նոր գլխավոր քարտուղար պետք է ընտրեն եւ հավանական տեխնացուներից մեկն էլ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Ստարմերն է։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե Հյուսիսատլանտյան դաշինքում ինչպիսի կրքեր են բորբոքվելու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մոլդովայի հետ է կապված։ Մոլդովայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Հիմնական պատճառը նշում է այն հանգամանքը, թե ինքը համաձայն չէ նախագահ Սանդուի վարած քաղաքականության հետ, հատկապես տնտեսական քաղաքականության մասին է խոսքը, եւ նաեւ կոռուպցիայի աննախադեպ ծավալների հետ է կապված, եւ վերջերս բավականին աղմկահարույց գործեր բացահայտվեցին սրա հետ կապված, եւ հիմնականում արդեն նախկին վարչապետի մերձավոր շրջապատի մարդիկ էին ներգրաված։ Բայց փորձագետները նաեւ նշում են, որ պատճառներից մեկը կարող է լինել նախորդին Մոլդովայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված որոշումը։ Մենք այդ մասին խոսել ենք։ Համաձայն այդ որոշման համաձայնություն է տրվում Մոլդովան եւ Ռումինիան միացնելու մասին եւ հիմա այդ որոշումն ուղարկվել է բարձր մարմին Սենատ եւ նրա հաստատումից հետո գործընթացը կսկսվի։ Կարծում ենք Մոլդովայի վարչապետը չի ցանկացել ուղղակի կիսել պատասխանատվությունը այս հարցում, քանզի շատ լավ հասկանում է, որ եթե այլ երկրների բարեկայում եվրոպական անդամակցությունը բոլորովին այլ ընթացք է ունենում եւ ունենալու, ապա Մոլդովայի պարագայում եվրոպական ինտեգրացիա նշանակում է պետության ապամոնտաժում եւ Մոլդովան դադարելու է գոյություն ունենալ։ Սրա պարագայում Սանդուի վրա է մնալու ողջ պատասխանատվությունը եւ փորձագետները նշում են, որ հենց սրանով է պայմանավորված Մոլդովայի վարչապետի հրաժարականը։ Սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։
Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։